Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի սպիչրայթեր հարգելի հեռուստադիտողներ, եկեք ինքներս մեզ հետ անկեղծ լինենք եւ արձանագրենք հետեւյալը, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես ունի տաղանդներ։ Այդ տաղանդներից մեկը կայանում է նրանում, որ նա կարողանում է տեղեկատվական աղմուկ ստեղծել, կարողանում է տեղեկատվական ահաբեկչություն ստեղծել եւ հենց այս նույն տրամաբանությամբ էլ նա գործում է արդեն մի քանի տասնամյակ, այդ թվում նաեւ երբ որ Նիկոլ Փաշինյանը լրագրող էր, նա տեղեկատվական ահաբեկչությամբ էր զբաղվում։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեք թե ինչ հոդվածներ էին լույս տեսնում 90-ական թվականներին Նիկոլ Փաշինյանի թերթում, օրագիր թերթում, որտեղ օրինակ ի թիվս այլնի նա ծաղրելով պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին նշում էր, որ ապրիլի 7-ին զոհված զինծառայողների ծնողները, հարազատները, մայրերը նվեր են ստանում Վազգեն Սարգսյանից, դա իրենց որդիների դիակներն են, որոնք Արցախից տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն։ Կրկին ասենք, սա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական ահաբեկչություն։ Այս ճանապարհով գործում էր, այս մեթոդներով գործում էր Նիկոլ Փաշինյանը, երբ որ լրագրող էր, հիմա նույն տրամաբանությամբ էլ նա գործում է, երբ որ քաղաքական գործիչ է, եւ այդ տեղեկատվական աղմուկի, տեղեկատվական ահաբեկչության համատեքստում պետք է դիտարկենք այն գործընթացները, որոնց ականատես եղանք այսօր առավոտյան ժամը 8-ից սկսած Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում քննչական գործողություններ սկսեցին իրականացվել եւ ձերբակալությունների շղթա սկսվեց, մինչ այս պահը հայտնի է 16 ձերբակալված անձի մասին, որոնց թվում է նաեւ սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը, ինչպես արդեն նշեցինք, նրան մեղադրում են իշխանության յուրացման, ահաբեկչություն կազմակերպելու մեջ եւ Քրեական վարույթ է նախաձեռնվել Բագրատ Սրբազանի նկատմամբ, ժամեր անց նաև որոշվելու է նրա խափանման միջոցը։ Եկեք արձանագրենք նաև հետևյալը, Նիկոլ Փաշինյանին գոնե այսօրվա իրադարձությունների համատեքստում հաջողվեց հասնել իր նպատակին, առնվազն լրատվամիջոցների քննարկման թիվ 1 թեման այլևս ոչ թե Սամվել Կարապետյանի կալանավորումներ, Սամվել Կարապետյանի ձերբակալություններ, այլ այն, ինչ տեղի է ունենում Բագրատ Գալստանյանի հետ, ինչ տեղի է ունենում Սրբազան շարժման կողմնակիցների հետ, ինչ տեղի է ունենում Դաշնակցության մեր գործընկերների, որոշ գործընկերների հետ։ Նիկոլ Փաշինյանը այս պայմանությամբ կարողացավ հանրային ուշադրությունը շեղել, բայց արձանագրենք հետևյալը, Սամվել Կարապետյանի շուրջ արդեն այն տեսակ գործընթացներ են տեղի ունենում, որ անկախ Նիկոլ Փաշինյանի ցանկությունից այդ գործընթացները շարունակվելու են եւ նաեւ մեդիա դաշտում իրենք բավական աղմկահարույց են լինելու, բայց կար եւս մի կարևոր նրբերանգ, որը այսպես հա տեսեք լռելիային մոռացության մատնվեց հայ հանրության կողմից։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից 3 Մինգեչաուրում արված հայտարարությանը, նա հերթական անգամ անդրադարձավ Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությունը ռազմական հանցագործ պետություն անվանեց։ Իլհամ Ալիևը նշեց հետեւյալը, որ ըստ իրենց հայկական կողմը Արցախի այսպես կոչված օկուպացիայի տարիների ընթացքում բազմաթիվ բնակավայրեր է ոչնչացրել, այդ թվում նաև ադրբեջանական այսպես կոչված պատմամշակութային ժառանգությունն է ոչնչացրել, խոսվել է այն մասին, որ ռմբակոծվել են պատերազմական գործողությունների հետ կապ չունեցող Գյանջան, Բարդան եւ այլ քաղաքներ սրանում մեղադրել են Հայաստանի Հանրապետությանը, փաստացի ինչպես նաեւ նշվել է հետեւյալը, որ երկրորդ Արցախյան պատերազմի մասին, այսինքն 44 օրյա պատերազմի մասին ապատեղեկատվություն է տարածվում հայկական պետականության կողմից եւ այս ամենի վերջում Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետությունը անվանել է ռազմական հանցագործ պետություն։ Սա Հայաստանի Հանրապետության նկատմամբ պահանջների նոր գլխի սկիզբն է, պահանջների նոր էջի սկիզբն է, ինչպես ուզում եք այս ամենը մեկնաբանենք եւ Իլհամ Ալիևի բերանը լեզու է դրել Նիկոլ Փաշինյանը, եթե կարելի է այսպես ձևակերպել։ Հարգելի հեռուստադիտողներ, դեռևս 2023 թվականի ավարտին մենք ձեզ հետ այստեղ Alpha News-ի տաղավարում խոսում ենք հետևյալի մասին. Իլհամ Ալիևին չափազանց կարևոր են դատական գործընթացները, որոնք իրականացվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ, բայց կարևոր են ոչ թե այն համատեքստից ելնելով, որ նա ուզում է անձնական վրեժ լուծել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, ոչ, այստեղ շատ ավելի խորքային աշխարհաքաղաքական նպատակներ են լուծվում։ Ինչ նպատակների մասին է խոսքը։ Իլհամ Ալիևը շատ լավ հասկանում է, որ եթե
պաշտոնական Երևանի, Հայաստանի Հանրապետության ռազմական, քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, նյութատեխնիկական աջակցությունը չլիներ, Արցախի Հանրապետությունը որպես պետություն չէր կարող կայանալ։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի Հանրապետության Ադրբեջանի նախագահին անհրաժեշտ է այն բանի համար, որ նա կարողանա փաստագրական տվյալներ ձեռք բերել այս ամենի վերաբերյալ, կամ եթե նույնիսկ ձեռք չբերի այդ փաստագրական տվյալները, գոնե կարողանա տեղեկատվական աղմուկ ստեղծել այն, որ օրինակ, չգիտեմ, Արայիկ Հարությունյանը խոստովանել է, որ Գյանջայի ռմբակոծության հրահանգը տվել է Նիկոլ Փաշինյանը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, ինչը իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանցագործ պետություն է, դա էլ իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մի շարք միջազգային կառույցներում կարող է հայցեր ներկայացնել, ինչպես նաև կարող է երկկողմ բանակցությունների շրջանակներում պահանջներ առաջ քաշել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ասել, դե եթե դուք ոչնչացրել եք մեր բնակավայրերը, ուրեմն դուք պետք է փոխհատուցեք այս ամենի համար, դե քանի որ մեր միջնորդն էլ բանակցությունների ընթացքում Թուրքիան է, երևի դժվար չէ պատկերացնել, թե ինչ մոտեցում է ունենալու այս ամենի վերաբերյալ միջնորդ Թուրքիան։ Ինչևէ, նաև ամփոփելով մեր այսօրվա զրույցը պետք է արձանագրենք, հարգելի հեռուստադիտողներ, 2020, 22, 23 թվականներին Նիկոլ Փաշինյանը ուներ ընտրություն կամ անել ամեն ինչ, որպեսզի Արցախը պահպանվի որպես հայկական առանձին պետություն, կամ Արցախը հանձնել, Արցախի հետ մեկտեղ հանձնել փաստացի 120,000 արցախցիներին, հանձնել նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ռազմաքաղաքական ղեկավարություն, որի որոշ ներկայացուցիչները այլ հավասար պայմաններում կարող էին Նիկոլ Փաշինյանի համար վտանգ ներկայացնել ներքաղաքական գործընթացների շրջանակներում, նա որոշեց անել հետևյալը՝ ազատվել եւ Արցախից եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, շտավ հասկանալով, որ դրանով իսկ խաղաթուղթ է տալու Իլհամ Ալիևին Հայաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար, բայց երբ որ կշերքի տարբեր նժարներին էին դրված իր անձնական շահը եւ Հայաստանի Հանրապետության շահը, Նիկոլ Փաշինյանը գերադասեց հանձնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ նվերից էլ այսօր Իլհամ Ալիևը օգտվում է։ Մտածեք այդ մասին։